Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր պնդել է, թե Հայաստանում որոշ քաղաքական ուժեր շարունակում են ապրել Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով, ինչը ըստ նրա խոչընդոտում է տարածաշրջանային կայունությանը։ Վստահ եմ, որ Ալիևն այդ հայտարարությունն արել է տեսնելով, որ ՌԴ-ն փորձում է խաղի մեջ մտցնել Արցախի վերադարձի տարբերակը։ Ռուսական առաջին ալիքով ցուցադրվում է տարածաշրջանի քարտեզը առանձնացված Արցախով, իսկ ՌԴ դեսպանը մայիսի 9-ի ընդունելության ժամանակ ընդունում է Արցախի ԱԺ նախագահին։ Ազգային հույզերի վրա խաղալն ավանդական ռուսական գործելակերպ է, նույնը նրանք արել են վրացական ընտրություններից առաջ Աբխազիայի հարցով, որը այդպես էլ չվերադարձրին ընտրություններից հետո։ Համոզված եմ, որ ՌԴ-ն գնում է նման դրսևորումների, քանի որ համոզվել է, որ ՀՀ-ում իր ունեցած թեկնածուներով հաջողության չի հասնելու, իշխանությունը չի փոխելու եւ հիմա ազգային հույզեր վաճառելով փորձում է ուժեղացնել նրանց։ Ցավոք Ալիևը նման հռետորաբանությունից օգտվելու է, քանի դեռ մենք իրական քայլեր չենք ձեռնարկել ՀՀ տնտեսության մեջ թռիչքային աճ ապահովելու, մեր բանակի մատակարարումներն արդիականացնելու եւ բազմապատկելու ուղղությամբ, ինչպես նաեւ, քանի դեռ մեր ժողովրդի քվեով ՀՀ խորհրդարանում կարող են հայտնվել Ռուսաստանի Դաշնության շահերը սպասարկող ուժեր։ Հետգրություն։ Հետևեք քարոզարշավին, մենք լուծումներ ենք առաջարկում բոլոր ուղղություններով, որոնք հետագայում կբացառեն նաև նման իրավիճակները։ Մասնակցեք ընտրություններին, քվեարկեք Հանրապետություն կուսակցության օգտին։ Լավ օր եւ արդյունավետ աշխատանքային շաբաթ ձեզ։ Facebook-ի իր էջում գրում է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։